Պարոն Ասատրյան, դեպք էր գրանցվել 16 համարի ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել քաղաքացին, ինչքան գիտենք վերջնակետում, հա, վերջնականգառում, ինչի հետ էր կապված վեճը եւ հիմա ինչպես է վարորդի վիճակը։ Վարորդը հասել է վերջնակետ, 16-րդ սպասարկող տրանսպորտային միջոցի վարորդը։ Վերջնակետում մեքենան կանգնացել է, իջել է հաց ուտելից է եղել։ Մեքենայի միջի ուղևորը, որ վարորդին թվացել է, այդ ուղևորը կանեց է գնում, էլի վերջնակետ է գնում։ Ուղևորը մեքենայից իջել է, տեսել է, որ գրված է գործարանային կայարան, ներողություն, վերջնակետը։ Վարորդին ասել է Սաղցի Դավիթ կայարան, քշի դեռ եմ գնում, վարորդն ասել է արդեն վերջնակետում ենք, քո ասած ուղղությունը հակառակ ուղղությունով է եղել։ Բավական ագրեսիվ տոնով հատ բերանը մեզ հատուկ եմ էլի, ես նշում եմ սա հարված է հասցրել վարորդին, հարվածները հասցրել ու ծեսի է ենթարկել, վարորդը սպայն գծմաբուժ հաստատություններից մեկում, շտապօգնության ծառայությունով է տեղափոխվել, դեմքի հատվածում վնասվածքներ ունի, ոտքի ու ձեռքի մեր գործընկերները այնտեղ են ավելի թարմ ինֆորմացիա, այսպես չեմ տիրապետում, արդեն ոստիկանությունը տեղյակ պահել ենք այդ մասին, վարորդը տեղեկացրել է։ Անձի ինքնությունը հաստատված է, այսինքն գտել են այդ անձին, ձերբակալել են, որևէ տեղեկություն կա։ Դե քանի որ վարորդը ինքը ոստիկանություն դիմել է, կարծում եմ ոստիկանությունը գրությունով մեզնից տեսախցիկները կուզի, ամբողջությամբ տեսախցիկների աչքի առաջ եղան, տեսախցիկները արձանագրել են։ Ավտոբուսի մեջի տեսախցիկները, այսինքն հենց ավտոբուսում։ Ավտոբուսից դուրս է եղել միջադեպը։ Հա, հասկացա։ Իսկ այսինքն հիմնական բուն վեճի պատճառը եղել այն, որ ասել է քշի Սասունցի Դավթի կայարան, սխալ։ Վարորդի փոխանցած ինֆորմացիայի, հա։ Հա, թարս է նստել ու վարորդից պահանջել է քշել իր ուզած տեղը։ Անգամ վարորդը մեզ փոխանցեց, որ հորդորել է դիմացի մայթից նստի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ասատրյան։ Խնդրեմ։ Ստեսություն։